Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Մեր Զայդի մասին, Զայեդի մասին խոսեցինք մեր հեռուստադիտողների հետ, երկուսն էլ ելույթ ունեցան, բավական կոռեկտ ելույթներ էին, թե Ադրբեջանի կողմից, թե Հայաստանի կողմից, Արմեն, կարծես թե ինչ որ իսկապես կարծում ես, որ կստացվի այս համերաշխություն, խաղաղություն ու բարեկամություն այս երկու ազգերի միջև մեծ հաշվով էլի։ Բարեկամություն մի քիչ չեմ կարող ասել, մի քիչ դժվար է հիմա այդ մասին խոսել։ Դու հիմա չէ իհարկե, նայելով պայծառ ապագային։ Այսպես ասեմ, ամեն ինչ կախված է աշխարհական իրավիճակից։ Այն որ Ալիևը եւ նաեւ մեր արտաքին հետախուզության տվյալներով լրջագույն հիմք է նախոտ պատրաստում տարածքային պահանջներն Հայաստանի ստեղծության ներկայացնելու արևմտյան Ադրբեջանի տեսքով բնակչությանը տեղափոխելու այդ վտանգները սախ կա, որտեվ կա մի մեծ վտանգ, անգամ եթե մենք խաղաղություն կնքենք, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալիևը այդ խաղաթուղթը ունի, բայց հիմա կասեմ ինչու է Ալիևը իրեն այսպես պահում, իմ կարծիքով։ Խնդիրը հետեւյալն է, որ խաղաղությունը ստորագրելուց հետո Ալիևը կարող ասի օրենքով, եթե իհարկե կարողանա անկլավները ապահովի, եթե անկլավները չկարողանա ապացուցի, սա կարող է դառնալ երկար կոնֆլիկտի փաստաթղթեր, մաստաթղթեր, կան, իսկ ներողություն ապացուցել, որ ասում ես, որտեղ պետք է ապացուցի, ինչ որ դատարանում, խորհրդային միության փաստաթղթերը, որ իրանց օրինական տրվել է այդ անկլավները, օրինական համարվում են Ադրբեջանի տարածք, եթե քարտեզների մեջ օֆիցիալ, օրինակ այդ քարտեզները ինչ է ուսումնասիրում։ Այդ քարտեզների մեջ պետք է նշված լինի, որ տարածքը ադրբեջանական է։ Օրինակ Արցվաշենը օֆիցիալ հայկական անկլավ է, օֆիցիալ։ Կա փաստաթղթերով եւ քարտեզներով։ Հիմա նույնն էլ բանն է, Ալիևը պետք է ապացուցի, չէ՞ որ անկլավները Իրան։ Իդեպ Փաշինյանն էր այդ մասին ասում, մի քանի անգամ ակնարկել է։ Բայց այստեղ այլ հարց է հիմա։ Խնդիրը հետեւյալն է, անգամ եթե Ալիևը չկարողանա ապացուցի, որ անկլավները ինքը կոնֆլիկտ է սարքելու դրանից, որովհետև չի հրաժարվի այդ տարածքներից, հա։ Այստեղ Հայաստանը պետք է այնքան ուժեղ դիրքերում արդեն լինի այդ պահին Ամերիկայի հետ գոնե, որ Ալիևին թույլ չտան թփրտա, պրոբլեմ կա։ Իսկ եթե կարողացավ ապացուցի, ասել է ես չեմ ուզում տարածքների փոխանակում, ինձ պետք չի տարածքների փոխանակում, ես սիրում եմ իմ տարածքները Հայաստանում, ուրեմն օֆիցիալ պետքա թույլ տաք իմ ժողովուրդը գա այդտեղ ապրի, հա։ Այսինքն այս մեր համար, այսինքն այդ վտանգները պահպանվում են։ Ինչու է հիմա Ալիևը իրան այսպես պահում, այստեղ արդեն գալիս է գլխապտույտ եւ տարածքային խառը պատմություն։ Տեսեք, ամերիկացիները հիմա ակտիվ աշխատում են Չինաստանի դեմ եւ դրա համար իրենք տրիփը վերցրել են եւ Հայաստանի նշանակությունը շատ մեծացել է։ Եվ ամերիկացիներին բացարձակ պետք չի, այսինքն Թրամփին բացարձակ եւ ոչ միայն Թրամփին, մեր նախորդ ադմինիստրացիային էլ ըստեյության պետք չէր կոնֆլիկտ տարածաշրջանում, հա։ Այս ադմինիստրացիային էլ ընդհանրապես պետք չի այլևս կոնֆլիկտ տարածաշրջանում, հազիվ գլխացավանքից հայ իրաց պահով բրծել են։ Հետևաբար, ուրեմն պնդում են ամերիկացիները, որպեսզի Ալիևը չգնա սրացումների։ Եվ հետաքրքրական մի բան, այստեղ իրենք խաղում են եվրոպացիների հետ, որտեղ եթե դուք նկատեք, չգիտեմ տեղյակ եք թե չէ, եվրոպացիները հրապարակել են պահանջ, որով ովքեր որ Եվրոպա նավթ են արտահանում, պետք է ապացուցեն որ նավթի ծագումը, որպեսզի այնտեղ հանկարծ չլինի ռուսական։ Այո, իհարկե։ Բայց եվրոպացիները ազատել են մի շարք երկրներ, օրինակ Նորվեգիայի պես երկիրը։ Պարզ է, չէ՞, Նորվեգիայից նավթը չի կարող ռուսական ծագում ունենալ։ Մի շարք երկրներ, օրինակ եմ ասում, մի շարք երկրներ ազատված են այդպիսի փաստաթուղթ ներկայացնելու, որոնք կասկածից դուրս են ըստ իրենց։ Եվ ահա Ալիևին չեն ազատել։ Հետաքրքրական մի բան, Ֆրանսիայի խորհրդարանը պահանջում է ադրբեջանցիներից ազատ արձակել գերիներին։ Կարծես թե ամեն ինչ լավ էր, Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունները կարգավորել եկել։ Տեսեք, արևմուտքը շարունակում, ինչը մեր համար շատ լավ է իդեպ, շարունակում է ցույց տալ, որ Ալիևին չի վստահում։ Այս կարևոր է։ Ալիևը սա հասկանում է, որտեվ տեսեք, իրենք ինչ արեցին, թուրքերը սկսեցին, Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիան ուզում է, որպեսզի ինքը Իրան ճանաչի Միացյալ Նահանգները, որպես տարածաշրջանի նայող, այսպես կոպիտ ասեմ, շատ կոպիտ եմ ասում,
Իսրայելը դեմ է դրան, որտեղ ասում է Թուրքիան խափում է եւ ինքը ասում է դե որպես ես լավ նայեմ, ինձ պետք է F-35 10, եւ այլ այսպես շարունակ, պետք է ինձ օժանդակի զեն։ F-35-ով ինքը արդեն Իսրայելի նկատմամբ բանակ չէ։ Այո, իհարկե, ոչ միայն լծակի, տեսեք, թուրքական բանակ, ահռելի բանակ։ Իսրայելը 15 միլիոն է հիմա։ Կարծեմ երկրորդն է ՆԱՏՕ-ում, չէ՞, թուրքական բանակը։ Իհարկե, ճիշտ եք, չեք սխալվում։ Երկրորդ բանակն է ՆԱՏՕ-ում, Միացյալ Նահանգների բանակից հետո երկրորդ բանակն է թուրքական ՆԱՏՕ-ում։ Գումարած, որ եթե ուկրաինական պատերազմը Ուկրաինայի սուվերենության պահպանման ավարտվի եւ Եվրամիության անդամակցությամբ, դա կնշանակի, որ եւս մեկ խաղացողա լրջագույն մտնում դաշտ, դա Ուկրաինան է, իր հզոր ամենամարտունակ բանակով, հա, Եվրոպայում, դա քոհուբոհով անցածը։ Իհա, դե բնականաբար, ավելին ասեմ ձեզ, այսօր ուկրաինական բանակը ես կասկած չունեմ, որ թուրքական բանակից ուժեղ է, այսինքն իր կարողություններով, ռազմատեխնիկական զարգացվածությամբ եւ այլ այսպես շարունակ։ Ավելին ասեմ, եւ օթուժով այլևս արդեն կարծես թե այսպես մի 1-2 տարի հետո արդեն կարող է գերազանցել Թուրքիային, որովհետեւ ուկրաինացիները հիմա գրիպեններ են պատվիրում շվեդական եւ ճիշտ է իրենց խոսքը են տվել 100-ից ավել F-16 էր, բայց մոտ 100-ին մոտ F-16 կունենան եւ տարեկան 10-12 հատ շվեդական գրիպեններ, տարեկան 10-12 հատ գումարած հատուկ հրթիռներ, որոնք տրամադրվում են գրիպենների հետ են գալիս, որոնք շատ ավելի հեռահար են, քան ռուսականները, սա էլ ավելի կարևոր է, եւ գումարած, որ նաեւ ինքնաթիռ Saab հայտնի իրենց կոնցեռնը արտադրում է շատ կարևոր ուրեմն ինքնաթիռ, որը ըստ էության դա թռնող բան է, ինքը ուղղակի հայտնաբերում է շատ հեռավոր նշանակետեր, այսինքն թիրախներ։ Այո, հենց համար ինքնաթիռը Ռուսաստանից բարձրանում է կամ այլ տեղից ինքը շատ հեռվից տեսնում է եւ տալիս է կոորդինատները արդեն ինքնաթիռներին, գրիպեններին։ Եվ այսպես եւ ավելին ասեմ, պայմանագիր կա Շվեդիայի եւ Ուկրաինայի միջեւ, որ 2033 թվականից գրիպենների համատեղ արտադրությունա դրվելու Ուկրաինայում։ Ինքնաթիռ է։ Ռազմական, շվեդական հայտնի, այո, շատ լավ ինքնաթիռ է։ Քեզ համար հայտնի մեզ համար։ Այո, շատ լավ ինքնաթիռ է գրիպենները շվեդական, ուրեմն եւ 2033 թվականից արդեն արտադրվելու է միասնական Ուկրաինայի գործարանը հիմնվելու է։ Այսինքն այս իմաստով Ուկրաինան դառնում է լրջագույն խաղացող, ինքը ինչը մեզ համար լավ է, որովհետև Թուրքիան հատկապես այնտեղ Սևծովի հարցով ինքը տենց արդեն ախորժակեր բաց է, ուզում էր տենց տոտալ կոնտրոլ, ինքը դրա համար միշտ մտքում այդ Ղրիմի հարցը պահում է, էլի իր համար։ Հիմա այս իրավիճակում կստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում, Իսրայել մի կողմից եւ Թուրքիա, Իսրայելն ու Թուրքիան դառնում են ողերիմ թշնամիներ։ Եվ Ադրբեջանն է մյուս կողմից ուզում էր Չինաստանի, այսինքն առևտուր անել Չինաստանի հետ, որը Միացյալ Նահանգները չի ուզում, այսինքն այդ process-ը իրանք որ Վաշինգտոնից սկսեցին, իրանք ստեյության տապալվեցին, որովհետև Միացյալ Նահանգները պարզ հասկացրեց, որ իրան պետք չի, որպեսզի Չինաստանը մեծ արտոնություններ ունենա եւ Ադրբեջանը գիտեք լրջագույն ռազմական պայմանագրեր ունի եւ մեծ համագործակցություն ունի Չինաստանի հետ եւ կարծես թե Ռուսաստանից էլ անցել է առևտուրը ադրբեջանա-չինական եւ այստեղ լրջագույն հարցեր են ծախում ինչպես է Ադրբեջանը այս ամենի տակից դուրս գալու մի կողմից Թուրքիան, մի կողմից Իսրայելը, մի կողմից Միացյալ Նահանգների ճնշումը եւ Ալիևի այս թեթև իբր թե այս պահին ցույց տալը որ փափկել է դա ենթադրում եմ նրանից է որտեղ այս բարդ աշխարհքաղաքական խաղի մեջ ինքը մտածում է իսկ արդյոք կարող է ինքը Էրդողանի գլխից թռնի թե չթռնի իսկ Էրդողանն էլ որպեսի Միացյալ Նահանգներին ցույց տա որ ինքը կարա նայող լինի ինքը պետքա ստիպի որպեսի թեկուզ արտառոց առերես այս պահին որպեսի Ալիևը գնա որոշակի համաձայն այսինքն գոնե իրան այս պահին փափուկ պահի այս իմաստով դրա համար այս կոնտեքստում որպեսի մենք պատկերացնենք ինչ խառն աշխարհը այս պահին Ադրբեջանը չի ուզում, Ալիևը չի ուզում Ամերիկային խոչընդոտ հանդիսանա։ Բայց այդ հարցը գալիս է մի կողմից էլ ինքը Չինաստանի հետ հարաբերությունները լրջագույն խորացնում եւ զինվում։ Դրա համար ասեմ ձեզ ինքը Ալիևը մտել է բավականին բարդ խաղի մեջ։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմենիկ Գուրչյան։ Քոտոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։ Հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։
Անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Մենք վերադարձանք ինչպես տեսնում եք եւ շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբոկչյանի հետ։ Արմեն թեմային ավելացնելու բան ունես, այո, մի կարևոր բան մոռացա ասեմ, իդեպ սկզբից այս ինչի խոսեցի, միտքս տեղից սկսեց, ինչի խոսեցի խաղաղության մասին, որ Ալիևը այսպես արդեն, այսինքն Ալիևի վրա կա ճնշում այդ թեմայով, ինքը խաղաղությունն էլ չի ուզում ստորել, ինքը չի ուզում բոլոր իր զենքերը վայր դնի։ Եվ մի քանի օր առաջ երևի տվել եք լուրերով, որ ադրբեջանցի մի падգամավոր ասել է, որ կարող է եւ պայմանագիրը ստորագրվել խաղաղության մինչեւ այո։ Եվ հետաքրքրական է, որ այո, հետաքրքիր է, որ Հայաստանում 3 մեզ մոտով այսօր Սրբուհի Գալյան արտարդատության նախարար ասաց, որ մարտին տեքստը պատրաստ կլինի, բայց չեմ բացահայտում, չեմ պատասխանում հարցին կհանվի թե չի հանվի։ Դուք հիշում եք, որ Փաշինյանը մի քանի անգամ հետ կանգնեց սահմանադրության թեմայից, որովհետև ըստ էության ակնհայտորեն Փաշինյանն էլ է սա փորձում օգտագործել, այսինքն ուզում է համոզվի, եթե սահմանադրության հարցով մնացած հարցերը կարգավորվելու է, ուրեմն գուցե գնա այդ ռիսկի։ Եվ հետաքրքրական է մի բան ասեմ, մարտ ամսին, եթե տեքստը պատրաստ լինի, արդեն տեքստին մենք ծանոթ կլինենք։ Եթե Ալիևը այսպես մի բան ասեմ, լավ ասենք ես ներողություն տեսնեմ ճիշտ եմ պատկերացնում, տեքստը որ կլինի արդեն ռեակցիաները կլինի թե ժողովրդի թե Ալիևի կողմից, այսինքն եթե ինքը զգա որ այո դա բավական է որ կնքվի խաղաղության պայմանագիրը կանի, եթե չէ ոչ։ Միանշանակ։ Այսինքն տեսեք ինչ է կատարվում։ Փաշինյանը ոնց է խաղում հիմա այս պահին, ասում է, եթե մինչև ընտրություն ինքը այդուամենայնիվ այդ տեքստի հետ կապված, տեսեք, ես իդեպ շատ վտանգ եմ տեսնում այս շարժումից Ռուսաստանից, այս Սամվել Կարապետյանից, ես խորհուրդ չեմ կատամ թերագնահատել, դա շատ վտանգավոր է, առավելևս հաշվի առնելով թե ովքեր են ընդհանրապես մյուս տեխնացուները։ Տոտալ ռուսամետություն է, ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հոտը փչելու է։ Եվ առավել եւս հաշվի առնելով այն ռեսուրսները, որ նրանք ունեն, ես ասեմ ձեզ լրջագույն վտանգ է։ Ես այստեղ եկեք անգամ այսպես ասում չվստահ չլինենք, որ դրա համար այստեղ իսկ այդ նշանակում է, որ թրիփը վարի կտան, այսինքն սա կատաստրոֆա է լինելու, եթե դրանք եկան իշխանության, վստահ եմ։ Չեմ ուզում պատկերացնել։ Այո, բայց այդ ռիսկը եկեք դա կա եւ լուրջ կա այդ ռիսկը։ Հիմա ինչ եմ սա ասում, այսինքն Փաշինյանի համար առանց այդել նրանք ահռելի ռեսուրս են ներդրելու, գումարած Ռուսաստանը գիտեք, որ Կիրիենկոն իրենք հրապարակեցին, այսպես արտահայտ տվեցին, որ պատրաստում են մոտ 200 միլիոն 160 քանի միլիոն դոլար ծախսել Հայաստանի ընտրությունների վրա, պատկերացնում եք այդ ինչ թիվ է։ Փոքր Հայաստանի համար դուք պատկերացնում եք այդ ինչ թիվ է, քանի հոգու կարան առնեն, օրինակ, հա, այդ գումարով եւ այլպես շարունակ։ Հիմա գումարած Սամվել Կարապետյանի ընտանիքի ունեցվածքը, գումարած այն Ռուսաստանի հայերը, որոնց հրաման կտրվի աջակցել այդ։ Եվ հիմա կներես Սամվելի Կարապետյան հիմա մինչև վերջ է գնալու արդեն։ Չի կանգնելու, որտեղ ինքը գիտի, եթե ինքը չընտրվեց իրենք բան չարեցին, իր հարցերը շատ դժվար կլինի։ Տեսեք, այստեղ հարցը հետևյալն է, ես այդքան չեմ կարծում, որ իր համար վատ կլինի, հակառակը, այստեղ խնդիրը հետևյալն է, Փաշինյանը իրենց ուրախ կլինի կտեսնել որպես ընդդիմություն պարլամենտում, որտեղ այս հին ընդդիմությունը արդեն հետաքրքիր չի։ Իրենք իրենց վարկաբեկել են եւ թեմալ չկա արդեն խոսալու, հա։ Հետեւաբար ԿՊ-ի համար մեծ հաշվով վատ չի լինի, որ սրանք դառնան ինչ որ, այսինքն նույն քանակով մոտավորապես պլյուս մինուս ինչ որ հիմա Քոչարյանենք ունեն խորհրդարանում, այսինքն նույն ռուսամետ ուժը։ Դրանով Փաշինյանենք իրանք կապահովագրեն Պուտինի զայրույթից, որովհետև Պուտինը կմտածի թե խորհրդարանը իմն է, ինչ արևմուտքի մեջ մասը, այսինքն խորհրդարանում գլխավոր ընդդիմությունը իմն է, արևմտամետ ուժ չկա, թթու խոսքասողից չկա այդ խորհրդարանում։ Մյուս կողմից էլ ներքին կյանքի համար, այսպես ասում եմ, բավականին զվարճալի կլինի ոնց որ նախորդ տարիներին, արդեն ուրիշ կոնտեքստով։ Բայց ես չի, բայց արդյոք կկարողանան այդ բալանսը իրենք պահել, որովհետև այդ ռեսուրսները, որ նրանք ունեն, ես մի քիչ վստահ չէի ասի, որ ամեն ինչ լավ կլինի։ Հետևաբար ինչի այս ամեն ինչը ասեցի, եթե մարտ ամսին հրապարակվում է տեքստ, իսկ այդ տեքստը կարող է միանշանակ չընդունվի, որովհետև դուք հիմա իրանց որն է գլխավոր թեզը ընդդիմության եւ նույն Կարապետյանը, որ Փաշինյանը ամեն ինչ անում է Ալիևի պատվերով, ճիշտ է։ Հիմա, եթե հիմա սահմանադրությունից հանում է Փաշինյանը այն անկախության հռչակագիրը եւ դրա դիմաց չի ստանում կոնկրետ խաղաղության, չէ, ինչ որ բան չէ, կոնկրետ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ գոնե, լամենացած հարցերը թողնենք, որ հետո կծակեն։
անկլավների Արմեն, իսկ թվում է ստանալու դեպքում էլ էլի նվությունը վայ-վայ անելու, որտեղ դուք բանով եք բայց շարժվում։ ժամանակ Փաշինյանն է ստանում այնպիսի բան, որ ընտրությունների ժամանակ կարողանում է օգտագործի, այսինքն տեսեք, հասկանում եք միտքս, որ ասեք, եթե դու ուղղակի իհարկե, ամենավաղ սցենարը կլինի, որ մենք փոխենք եւ չստորագրվի պայմանագիրը։ Բնական պատկերացնեք ինչ կլինի, դու հրապարակում ես տեքստ, ասում ես ես հանում եմ անկախության հռչակագրի ու Ադրբեջանը քեզ ոչ մի բան չի տալի։ Այդ դրա համար հիմա չեն հրապարակում, բանակցություններ ա գնում, այսինքն սա ընդ որում ձեզ ասեմ, միաժամանակյա բան ա լինելու։ Եթե Ադրբեջանին համոզեն կամ ստիպեն, որպեսզի ինքը այդ թեկուզ այդ պահին այդ խաղաղության փաստաթուղթը վերջնականացնի ոչ թե նախաստորագրի, ուրեմն այս իմաստով միաժամանակ կլինի։ Մենք կհայտարարեն, Հայաստանը կհայտարարի, որ ինքը հանում է տեքստից անկախության հռչակագիրը, Ադրբեջանը հայտարարի, որ ստորագրում է խաղաղության պայմանագիր։ Այդ դա կլինի կա չէ, sense փոխանակում հասկացություն Փաշինյանի համար, այո, կլինի դրական փոխանակում Փաշինյանի համար, ինչ որ առումով, հա, հատկապես որ այդ սահմանադրության հարցը այդքան գոնեք ասի, տեսեք խաղաղության պայմանագիրը ստորակ։ Այլ հարց է, որ խաղաղության պայմանագիրը շատերը մենք դրա համար զգուշացնում ենք, հետագայում այնպես չի, որ խաղաղության պայմանագիրը ամեն ինչ ապահովում, որտեղ այդ անկլավների հարցը իր վերջին տարիներին է, հատկապես վերջին օգոստոսի 8-ից հետո, երբ որ արտաքին հետախուզությունը Հայաստանի հայտարարեց, որ մեծացրել է Ադրբեջանի ֆինանսավորումը, դա արդեն վտանգների մասին է խոսում։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։